Նոյեմբերի 6-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց քրեական գործի քննությունը ըստ մեղադրանքի Արեն Վերանյանի, Արտակ Վերանյանի և Սամվել Դիլոյանի։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը դիմում էր ներկայացրել դատարան դատական նիստը հետաձգելու և մեկ այլ օր վերանշանակելու համար։ Տուժողի իրավահաջորդի բացակայությունը կամ նրա ներկայացուցիչ բացակայությունը ինքնին հիմք չի կարող հանդիսանալ դատական նիստը հետաձգելու համար։ Բացի դա, ինձ մոտ աստիճանաբար կարծիք է ձևավորվում, որ պարոն Սաքունցը ուղղակի դիտավորություն ունի դատական նիստերը հետաձգելու։ Երեք դատական նիստին չհայտարարեց, որ չի ներկայանալու այսօրվա դատական նիստի, բացի դա սա արդեն երրորդ դեպքն է, որ չի ներկայանում, որից երկուսը առանց զգուշացնելու։ Տուժողը ունի երկու ներկայացուցիչներ, երկուսն էլ չեն ներկայացել։ Պարոն մեղադրողը հայտարարեց, որ տուժող կողմից ոչ ոք չկա։ Մեղադրանքի կողմը հարգելի դատարան, տուժողը ընդգրկված է նաև մեղադրանքի կողմի մեջ։ Եվ սենց ասեմ, արդեն որ երրորդ նիստն է, որ տեղի չի ունենում մեծ պարոն Սաքունցի չներկայանալու հիմքով։ Այս գործի պայմաններում եւ օրդորում եմ ձեզ այսօր չորեքշաբթի, ընդամենը երկուշաբթի, երեքշաբթի, 3-4 օր եկեք տուժող կողմին հնարավորություն տանք ռեալիզացնել իրենց իրավունքները։ Ամեն ինչի տակ չէ իրավունքից։ Ագել դատան, եկեք չմոռանանք մի հանգամանք, որ Հայկ Ասլիկյանը գտնվում է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության մեջ, ծառայում է Վանաձոր քաղաքից 450-500 կիլոմետր հեռավորության վրա և ամեն անգամ նրան տանել վերելը ես ինքս անձամբ նպատակահարմար չեմ գտնում և բնականաբար օբյեկտիվ առողջատվությամբ մեր մարդիկ նույնպես նպատակահարմար չեն գտնում զինվորին այդքան տանել վերել։ Իսկ մեղադրյալներն էլ հանդես եկան հայտարարությամբ դատական նիստը հետաձգելու դեպքում հացադուլ կհայտարարեն։ Խնդրում ենք դատարանի, որ դատաքննությունը շարունակվի ու հայտարարում ենք, եթե դատը այսօր հետաձգվեց, ես հայտարարում եմ, որ հացադուլ եմ անել։ Եվս միանում եմ ուրեմն Վերանյան Արենի ուրեմն տեսակետին մենք եւս ուրեմն հանձնելու եմ հացադուլի փուլ եւ այնքան ժամանակ մինչեւ որ փորձենք տեսնենք ասենք ինչքան է սա տևելու է ամեն այսինքն սա ուղղակի շղթայի միակ հաջորդական օղակ է սա ամեն ինչը մենք արձանագրում Արգել դատարան ես էլ եմ իմանալու Արեն Վերանյանի եւ Սամվել Դիլոյանի հայտարարությամբ Եթե ոչ դատականություն է կայանում եւ դրա մասին որևէ հաղորդակցություն է կազմում, դատարանը որոշում այս պայմաններին գործիք ընդունել շարունակել տուժողի իրավահաջորդի բացակայությունը։ Դատական նիստը կայացավ, քննվեց գործով կարևորագույն վկա Հայկ Ասլիկյանը։ Դատական նիստի ընթացքում նրա տված ցուցմունքները որոշակիորեն տարբերվում էին նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներից։ Այնպիսի հանգամանքների մասին եք խոսել, որ քննիչը այդտեղ ներկա չի եղել ձեզ հարցաքննող անձը։ Դա ինչպես կարող էր ձեզ ուղղորդել։ Հարցադրման իմաստը սա է։ Երբ որ հարցը ինձ տրվում էր այնտեղ եւ ես պատասխանում էի, ինձ կոնկրետ պատասխան եմ ուզում եւ անընդհատ ես ասում եմ, որ կոնկրետ չեմ կարող ասեմ ինչ դիրքով, ինչպես, ոնց ընկել եւ ասում էր կարող է այսպես եղել 15-ից 20 սանտիմետր կամ այսպես ես ասում եմ այսպես է կարող ինձ տեսնելով եւ իր ասելով իր ասածը դրում Գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 15-ին։ Տաթևիկ Ղազարյան, Արայիկ Նազարյան, Միք հեռուստաընկերություն։